Մայրամ Խուրշուդյան, Կուշկոտրուկը։ Քարքարոտ տարածքում է հիմնվել գյուղը, հավաքել էին քարերը, տնամերձի համար տարածք բացել, տուն տնով հիմնել փոքրիկ դրախտավայր, անմշակ հողը շունչ էր առել ու կանաչ կարմիր իրար խառնել, արնագույն ու նուրբ ծաղիկ է Կուշկոտրուկը, ծաղկում է, գլխիկը դեպի արևն է ձգվում ու ափի պես բացվում, ծաղկաթերթիկները թեթև քամուց թափվում են, թանձր սևի մեջ թաղված են փոշոտ առէջները, քամին ցրում է սերմերը և արնակարմիրը տարածվում է դաշտերով, գյուղը սահմանին մոտ էր ու զորամասը հսկում էր տարածքը, Արան արտերկրից էր, շատ փոքր էր եղել, երբ ծնողների հետ մեկնել էր հայրենիքից, հայրն ու մայրը ուսանողական ընկերներ էին և ընդհանուր հիշողություններ ունեին, նրանց պատմությունները տղային դուր էին գալիս, հայրը պատկերավոր էր պատմում, բայց հաճախ տխուր էր ավարտում, հայրենիքիս հզորանալ է պետք, թշնամին շատ մոտ է, չափահաս դառնալուն պես Արան ծնողներին երկտող թողեց ու մեկնեց հայրենիքը պաշտպանելու, ծնողները վշտացան, բայց և հպարտացան տղայով, ծառայության երկրորդ գարունն էր ու զորացրվելուն հաշված օրեր էին մնացել, Արան նայում էր կարմիր դաշտերին ու արդեն կարոտում դաշտավայրը, հանկարծ թշնամու գնդակը դիպավ նշանակետին, արնաքամ տղային չհասցրին վիրահատարան, Արայի իրերի հետ ծնողներին նաև մի փոքրիկ գրքույկ հանձնեցին, մայրը դողացող մատներով թերթեց, վերջին գրառումն էր, աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն իմ հայրենիքում են ծաղկում, մամ, երկու թերթերի արանքում մի փոքրիկ ու դեռ չբացված կուշկոտրուկ կար, կուշկոտրուկը լինում է նաև վարդագույն, ծիրանագույն, դեղին, բայց դրանք այլ վայրում են ծաղկում, գյուղի դաշտերում դեպի արևն էր ձգվում արնակարմիր կուշկոտրուկը,